Պարոն նախագահ, մենք գտնվում ենք կարևոր իրադարձությունների շեմին, ընդունվելու է առաջին անգամ անկախ Հայաստանի Սահմանադրությունը, ինչպես նաև առաջին անգամ անկախ պետականության պայմաններում անցկացվելու խորհրդարանական ընտրություններ։ Եվ այս պայմաններում ժողովուրդը բնականաբար սպասում է ձեր խոսքին, քանի որ կարծիքների այս բազմաձայնության պայմաններում երկրի ղեկավարը ինձ թվում է չի կարող կողքի կանգնած լինել։ Նախ շնորհակալություն այս առիթը ստեղծելու համար։ Իսկապես մենք այնպիսի կարևոր իրադարձությունների շեմին ենք, որն է Սահմանադրության ընդունումը եւ անկախ պետականության պայմաններում առաջին խորհրդարանական ընտրությունները, որ նախագահը չի կարող անտարբեր մնալ։ Բացի այդ նաև նախագահը պարտավոր է դիմելու ժողովրդին, բացատրելու համար ինչն ինչոց է, ով է ընտրություններից առաջ, որովհետև ընտրությունները եւ Սահմանադրության հանրաքվեն ոչ միայն օրենսդրական կամ իրավական ակտ են, այլ դրանք ըստ էության առնչվում են պետության գոյության խնդրին, ազգային անվտանգության խնդիրներին, որովհետև սխալվելու դեպքում միշտ էլ բացառված չեն անսպասելի ցնցումները, որոնցից պետք է ժողովրդին մշտապես զերծ պահել։ Դուք ճիշտ նշեցիք, որ ընտրությունները անկախ պետության պայմաններում իրականացող առաջին ընտրություններն են, եւ այս առիթով ես հատուկ ուզում եմ ընդգծել մի հանգամանք։ Ես ուզում եմ նախ եւ առաջ շնորհավորել մեր ժողովրդին, որովհետև Հայաստանը նախկին խորհրդային միության հանրապետությունների շարքում միակ հանրապետությունն է, որտեղ ընտրությունները տեղի են ունենում օրենքով նախատեսված ժամկետներում։ Խորհրդային միության նախկին բոլոր հանրապետություններում, այդ թվում նաև Բալթյան հանրապետություններում տեղի են ունեցել վաղաժամկետ ընտրություններ, երբեմն ուղեկցվելով քաղաքացիական պատերազմներով, անհարկի քաղաքական լարվածությամբ, ցնցումներով, հեղաշրջումներով եւ այլն։ Հայաստանի կողքին կարող է դրվել միայն Բելոռուսիան, որը նույնպես ժամանակին ընտրություններ անցկացրեց, բայց այստեղ էլ Հայաստանը նպաստավոր կերպով տարբերվում է Բելոռուսիայից։ Ճիշտ է, Բելոռուսիայում ընտրությունները տեղի ունեցան, բայց իրականում խորհրդարան չձևավորվեց, որովհետև պահպանված էր ընտրությունների նախկին կարգը, երբ գոյություն ուներ մասնակիցների սահմանված քվորում, եւ դա հնարավորություն չտվեց ձևավորել խորհրդարան, եւ դժվար է ասել, թե երբ այդ խորհրդարանը կձևավորվի։ Իսկ մեզ մոտ մենք բացառել ենք նաեւ այս հնարավորությունը։ Մենք հուլիսի 5-ին եւ հուլիսի 19-ին կրկնակի ընտրություններից հետո կունենանք մեր ազգային ժողովը։ Բացառված է ընտրությունների ձախողումը կամ խորհրդարանի չձևավորումը։ Այս առումով ես պետք է ընդգծեմ մեր օրենքի առավելությունը եւ եւս մեկ անգամ հատուկ շեշտել ընտրությունները ժամանակին անցկացնելու հանգամանքը, որովհետև ժողովրդավարության էությունը, դեմոկրատիայի էությունը հենց ընտրությունների պարբերականությունն է։ Ես վստահ եմ, եթե մեզ հաջողվի եւ որին չեմ կասկածում անցկացնել այս ընտրությունները, մենք կունենանք փաստորեն ազատ ընտրությունների երկու ցիկլ, մեկը 90 թվականին, երկրորդը 95 թվականին, եւս 1-2 այսպիսի ընտրությունների պարբերականություն եւ ընտրությունները մեզ մոտ կդառնան պետական ավանդույթ, դրանից հետո այլևս ոչ ոք չի մտածի վաղաժամկետ ընտրությունների մասին, խորհրդարանը ժամկետից շուտ ցրելու մասին եւ այլն։ Սա ես կարծում եմ ոչ միայն իրավական հարց է, այլ նաեւ
պետական ավանդույթի կամ հասարակական հոգեբանության խնդիր, որը գուցեև ավելի կարևոր է, քան զուտ իրավական կողմը։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա նրա նշանակությունը ինձ թվում է անգամ կարիք չկա գնահատելու, որովհետև որևէ քաղաքակիրթ պետություն պատկերացնել առանց սահմանադրության, առանց այնպիսի սահմանադրության, որը առավելագույնս համապատասխանում է այսօրվա պահանջներին եւ առաջիկա տասնամյակների հեռանկարին, ես կարծում եմ անիմաստ է։ Եվ չեմ կասկածում, որ մեր ժողովուրդը ամենայն խորությամբ զգում է սահմանադրության ընդունման կարևորությունը, մանավանդ, որ մենք շրջանցելով կամ հաղթահարելով նախկին օրենքը, սահմանադրության ընդունման իրավասությունը փաստորեն ամբողջությամբ տվել ենք ժողովրդին։ Եվ ես կարծում եմ այս որոշումը, որ կայացավ շատ լուրջ պայքարից հետո, որովհետև գաղտնիք չէ, շատ քաղաքական ուժեր դեմ էին հանրաքվեի միջոցով սահմանադրության ընդունման կարգին։ Ես հիմա չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, միայն կնշեմ կարևորագույնը։ Այն, որ սահմանադրությունը ընդունվում է հանրաքվեով եւ հետագայում էլ սահմանադրական բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն նույն մեխանիզմով, այսինքն պետք է արժանանան խորհրդարանի հավանությանը եւ դրվեն հանրաքվեի, սա է, որ ապահովելու է մեր պետության կայունությունը։ Եթե սահմանադրությունը ընդունվեր խորհրդարանի միջոցով, ինչպես առաջարկում էին մեր ընդդիմախոսները, ապա դա կնշանակեր, որ Հայաստանը շարունակ գտնվելու էր սահմանադրական ցնցումների, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների անընդհատ պայքարի մեջ, որովհետեւ յուրաքանչյուր նոր խորհրդարան փորձելու էր վերաձևել նախկին սահմանադրությունը եւ հարմարեցնել իր նպատակներին։ Ահա սա է, որ մենք կանխում ենք, ահա սա է, որից մենք խուսափում ենք, այսինքն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների մշտական անընդհատ պայքարից։ Այդ պայքարները վերածելով պարբերական պայքարների, այլ ոչ թե մշտական, այսինքն ընտրությունից ընտրություն։ Եթե մենք հիշենք մեր անցյալ 5 տարիների պատմությունը, ապա դա կարելի է համարել զուտ իրավական տեսակետից օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջև միմյանցից լրացուցիչ լիազորություններ կորզելու մի պայքարի ժամանակամիջոց։ Բոլորովին ավելորդ, բացարձակապես նյարդային մի գործ, անիմաստ, որը ընդհանրապես գրգռում էր եւ հասարակության, եւ այդ քաղաքական ուժերի նյարդերը ու որևէ օգուտ չէր տալիս մեր պետությանը։ Սահմանադրության ընդունմամբ հանրաքվեի միջոցով ես կարծում եմ մենք խուսափում ենք այս անիմաստ պայքարից եւ դրանից հետո եւ գործադիր իշխանությունները եւ խորհրդարանը ստիպված կլինեն զբաղվելու կոնկրետ կոնստրուկտիվ աշխատանքով։ Կարող է իհարկե հարց ծագել, թե իդեալական է արդյոք այս սահմանադրությունը, թե ոչ։ Իհարկե ոչ։ Ոչ ոք չի կարող պնդել, որ հանրաքվեի դրված իդեալական սահմանադրություն եւ ընդհանրապես ես կասկածում եմ, թե բնության մեջ ընդհանրապես գոյություն ունեն իդեալական սահմանադրություններ, թե ոչ։ Եթե այդպիսի գոյություն ունենային, ապա սահմանադրության փոփոխության մեխանիզմներ չէին նախատեսվի։ Իհարկե մեր սահմանադրությունն էլ իդեալական չէ, բայց այդ սահմանադրությունը ստեղծվել է շատ ծանր տառապագին աշխատանքի շնորհիվ, ստեղծվել է Գերագույն խորհրդի ստեղծած 90 թվականին ստեղծած սահմանադրական հանձնաժողովի շրջանակներում մի հանձնաժողով, որը անցյալ տարվա գարնանը, եթե հիշում եք, ընդլայնվեց, դրանում ընդգրկվեցին խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, թվով 32 հոգի,
Նրանց մի մասը հետագայում բոյկոտեց այդ աշխատանքը, բայց հիմնական մասը շարունակեց հաշվի առնելով սահմանադրական բոլոր տարբերակները, իսկ դուք հիշում եք կար 5-6 տարբերակ, ընդգրկելով այս նախագծի մեջ բոլոր դրական դրույթները, որոնք գոյություն ունեին այդ տարբերակներում, սահմանադրական հանձնաժողովում ընդգրկված էին Հայաստանի լավագույն իրավաբան մասնագետները, որոնք ոչ մի քաղաքական կուսակցության չեն պատկանում։ Բացի այդ, սահմանադրությունը ենթարկվեց միջազգային շատ լուրջ փորձաքննության, բազմաթիվ մասնագետ անհատների կողմից ստացվեցին կարծիքներ, նաև իրավաբանական հիմնարկությունների, կազմակերպությունների կողմից, բուն աշխատանքին սահմանադրության մշակման մասնակցեցին նաև արտասահմանյան մասնագետներ, դա Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, հատկապես մեծ է ֆրանսիացի մասնագետների դերը, եւ ի վերջո նաև սահմանադրության այս նախագիծը արժանացավ Գերագույն խորհրդի հավանությանը։ Այսինքն սահմանադրության այս նախագիծը անցել է եւ մասնագիտական եւ իրավագիտական բոլոր անհրաժեշտ էտապները, եւ որի իհարկե բարձրակետը խորհրդարանի կողմից տրված հավանություններ, ինչպես հիշում եք, դեմերի քանակը շատ չնչին էր այս հարցում։ Ես ինքս անձամբ ունեմ իհարկե իմ վերապահումները այս սահմանադրության այս նախագծի վերաբերյալ, բազմիցս արտահայտել եմ սահմանադրական հանձնաժողովում, գիտեք, որ ես սահմանադրական հանձնաժողովի սկզբում նախագահն էի, հետո համանախագահը պարոն Բաբկեն Արարքցյանի հետ նիստերի ընթացքում եղել են շատ դեպքեր, երբ իմ կարծիքը չի ընդունվել, ես պնդել եմ մինչև վերջ, բայց մնացել եմ փոքրամասնության մեջ, բայց վերջին հաշվով սա անընդհատ պրոցես է, մենք պետք է ինչ-որտեղ կանգ առնեինք, մենք չէինք կարող հավերժ վիճել եւ պետք է գնայինք կոմպրոմիսների, մենք ընտրեցինք այս ճանապարհը եւ կարծում եմ բոլոր դեպքերում ստեղծված է սահմանադրության այնպիսի նախագիծ, որը լավագույնս արտացոլում է մեր երկրի ներկայավիճակը, պատասխանում նրա այսօրվա պահանջներին եւ առնվազն մի քանի տասնամյակի հեռանկարում այս սահմանադրությունը կարող է ապահովել մեր երկրի կայունությունը, մեր ազգային անվտանգությունը եւ մեր նորմալ սոցիալ-տնտեսական զարգացումը։ Մի բան, որ պահանջվում է սահմանադրությունից։ Իսկ որ հետագայում այս սահմանադրության մեջ կլինեն փոփոխություններ, ես չեմ կասկածում եւ գուցե եւ ինքս շատ դեպքերում լինեմ այդ փոփոխությունների նախաձեռնողների շարքում։ Պարոն նախագահ, սահմանադրությանը եթե թույլ կտաք մենք ավելի ուշ կանդրադառնանք, հիմա ուզում եմ հարց տալ ընտրությունների մասին, ընտրություններին փաստորեն մասնակցելու է 13 հասարակական կազմակերպություն եւ շուրջ 2000 անհատ տեխնացուներ։ Ես ընտրող եմ, ինչպես եմ ես կողմնորոշվում, ինչպես է կողմնորոշվելու ժողովուրդը։ Ես կարծում եմ մեծ դժվարություն չի ներկայացնում ժողովրդին կողմնորոշվելը, որովհետև եթե նայենք ովքեր են այսօր մտել նախընտրական պայքարի մեջ, ովքեր են քաղաքական ասպարեզում, կարծում եմ մեծագույն մասամբ դրանք այն մարդիկ են, որոնք արդեն վերջին 7 տարիների ընթացքում, ես նկատի ունեմ 88 թվականը, երբ սկսվեց դեմոկրատական ազգային ազատագրական շարժումը Հայաստանում, դուրս են եկել հրապարակ։ Կարելի ասել նոր մարդիկ քիչ են հայտնվել, գոնե լիդերների շարքում, գոնե առաջնորդների շարքում։ Եվ քանի որ ընտրություններն էլ հիմնականում կողմնորոշում են դեպի լիդերները, այս դեպքում ես կարծում եմ ժողովուրդը մեծ դժվարություն չի ունենա։ Դրանք ծանոթ մարդիկ եւ իրենց խոսքերով, եւ իրենց հայտարարություններով, եւ իրենց ելույթներով, եւ որ ամենակարևորն է իրենց գործերով։ Ես կարծում եմ հարկ չկա բարոյա ուսուցողական դասախոսություն կարդալ, ժողովուրդը կարող է կողմնորոշվել, կարող է խոսքը տարբերել գործից, իսկ որ գլխավորը գործն է, այստեղ ոչ մի կասկած չի կարող լինել։ Գործի տեսակետից պետք է նկատի ունենալ, որ ընտրարշավին մասնակցող տեխնացուների մի զգալի մասը իսկապես
զբաղված է եղել գործնական աշխատանքով, լինի գործադիր իշխանության մարմիններում, թե օրենսդիր իշխանության մարմիններում, մի մասը նախկինում զբաղեցրել են այդպիսի պաշտոններ, զբաղեցրել են ամենապատասխանատու դիրքերը մեր հանրապետության մեջ, այնուհետև նրանք ձախողվել են, դուրս են մնացել այդ մարմիններից եւ այսօր նրանք նույնպես հանդես են գալիս ընդդիմության շարքերով։ Մի մասը ընդհանրապես իշխանության որևէ մարմնում չի գործել եւ ահա այս սրանց նկատմամբ իհարկե դժվար է կողմնորոշվել, որովհետեւ նրանք դերևս գործի մեջ իրենց չեն ապացուցել, այստեղ պետք է առաջնորդվել ըստ երևույթին միայն նրանց խոսքով, հայտարարություններով, ելույթներով, նրանց հմայքով եւ այլն։ Երկրորդ կարևոր պահը, որ ես կուզեի նշել, նորից կողմնորոշման տեսակետից շատ պարզ է, գուցե նույնիսկ մեխանիկական։ Ես կարծում եմ ժողովուրդը պետք է մերժի այն մարդկանց, ովքեր մերժում են սահմանադրությունը։ Ովքեր դեմ են արտահայտվում սահմանադրությանը, նրանք իրավունք չունեն հայցելու ժողովրդի վստահության քվեն։ Որովհետև չունենալ սահմանադրություն նշանակում է մեր երկիրը, մեր ժողովրդին մատնել անորոշության, մատնել անապահովության, մատնել անկայունության։ Չեմ կարող պատկերացնել մարդկանց, որոնք պայքարում են տեղ զբաղեցնելու խորհրդարանում եւ միաժամանակ հակաքարոզչություն են ծավալում սահմանադրության նկատմամբ։ Նրանք ունեն հնարավորություններ այս սահմանադրությունը ընդունվելուց հետո փոփոխություններ մտցնելու, նույնիսկ ամբողջությամբ այս սահմանադրությունը փոխելու։ Ինչից են վախենում, ես չեմ հասկանում։ Գուցե մենք հետո մեր զրույցի ընթացքում ավելի մանրամասն կանդրադառնանք այս հարցին, բայց սա կարևոր պահ է եւ կողմնորոշման շատ հստակ փարոս։ Ես օրինակ այդպես կանեի, ով դեմ է սահմանադրության, նա իրավունք չունի տեղ զբաղեցնելու խորհրդարանում։ Կողմնորոշման եւս մի հնարավորություն, սա իհարկե մի քիչ նուրբ հարց է, արդեն հասարակական հասունության հետ կապված խնդիր է, դա պարլամենտարիզմի եւ հեղափոխականության շփոթն է, որ գոյություն ունի մեր ընդդիմության շարքերում։ Օրինակ ես չեմ պատկերացնում, ինչպես մարդը կարող է հավակնել ազգային ժողովի պատգամավորի մանդատին եւ միաժամանակ հեղափոխական կոչեր անել, միաժամանակ բռնի գործողությունների կոչեր անել, մի կողմից պայքարել դեմոկրատիայի համար, մի կողմից քննադատել իշխանություններին հակադեմոկրատական քաղաքականություն վարելու հարցում, մյուս կողմից նույն այդ մարդիկ կարող են ժողովրդին կոչ անել եւ առաջնորդել գրավելու պետական հիմնարկները, բռնի ուժով տապալելու ներկա իշխանությունները եւ այլն եւ այլն։ Սա կարծում եմ կողմնորոշման հիանալի հնարավորություն է, որովհետեւ մարդ, որը այսօր դեմոկրատական պետության մեջ հեղափոխական կոչեր է անում, բռնություն գործադրելու կոչեր է անում, իրավունք չունի տեղ գտնելու խորհրդարանում։ Սա շատ հասարակ խնդիր է։ Եվ քանի դեռ ընդդիմության ուժերը չեն լուծել իրենց համար այս շփոթը, ես կարծում եմ նրանք դատապարտված են պարտության։ Անցել են այդ ժամանակները։ Մեզ մոտ հեղափոխականությունը պետք է վերանա։ Այդ դեպքում ավելի ընդհանուր հարց, ինչն է ձեր կարծիքը ընդհանրապես Հայաստանում քաղաքական ուժերի հարաբերության եւ մասնավորապես ընդդիմության մասին։ Մենք ապրում ենք անցման շրջանում եւ եթե համեմատելու լինենք, ըստ էության Հայաստանի քաղաքական ներկա պնակը շատ չի տարբերվում նախկին խորհրդային միության մյուս հանրապետությունների ներկա պնակից։ Գուցե մեկ տարբերություն կա, որ ամենայն դեպս Հայաստանում 90 թվականին իշխանության եկած քաղաքական ուժերը
մինչև այսօր գտնվում են իշխանության գլուխ։ Մի շարք հանրապետություններում նման շարժումները, ժողովրդական ճակատները եւ այլն եկան իշխանության գլուխ, բայց իշխանությունը կորցրին։ Օրինակ Բալթյան հանրապետություններում, Մոլդավիայում, Վրաստանում, Ադրբեջանում եւ այլն։ Իսկ մի շարք հանրապետություններում այդ շարժումները այդպես էլ չհասան իշխանության։ Տարբերությունը ահա միակ սա է։ Այսօր չկա Սայուդիսը, չկա լատվիական, էստոնական ժողովրդական ճակատները չկան, մոլդավական ժողովրդական ճակատը չկա, Ադրբեջանի ժողովրդական ճակատը լուսանցային մի ուժ է, Վրաստանի Գամսախուրդիայի կլոր սեղանը գոյություն չունի, եթե գոյություն ունի նախկին խորհրդային միության տարածքում այս ժողովրդական շարժումներից մեկը դա հայկական շարժումն է։ Սա ըստ երևույթին ունի իր պատճառները, ըստ երևույթին մեր շարժումը շատ ավելի ժողովրդական էր, շատ ավելի խորն էր, շատ ավելի արմատական, քան մյուսները, այդ պատճառով որքան էլ այստեղ էլ տեղի ունեցան նույն երևույթները, ինչպես մյուս երկրներում, բեկորներ անընդհատ անջատվեցին այդ շարժումից, բայց հիմնական կորիզը, հիմնական ուժը պահպանվեց։ Եթե խոսենք քաղաքական ուժերի հարաբերակցության մասին Հայաստանի, ապա պետք է ցավով նշել հետևյալը, որ առայժմ ես չեմ տեսնում ձևավորված, այսինքն գաղափարի, ծրագրերի շուրջ ձևավորված քաղաքական լուրջ ուժեր։ Եթե վերցնենք իշխանության քաղաքականությունը պաշտպանող ուժերի ճամբարը, այստեղ մենք կնշմարենք ավելի շատ ձևավորման միտումներ, քան ընդդիմության ճամբարում։ Վերջին հաշվով այն, որ իշխանության քաղաքականությունը պաշտպանող ուժերին հաջողվեց ընտրություններից առաջ ստեղծել ընտրական մի շատ ուժեղ լուրջ բլոկ, որի մեջ մտնում են 6 կուսակցություններ, բացի այդ կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ, տեղական իշխանությունների, նաև անհատ անվանի մտավորականներ, արդյունաբերողներ, հասարակական գործիչներ եւ այլն, ես կարծում եմ սա լուրջ քայլ էր դեպի մի կարևոր քաղաքական հոսանքի ձևավորումը, որը ցանկացած քաղաքակիրթ պետության մեջ խաղում է վճռական դեր։ Ես նկատի ունեմ արմատական, ռամկավար, ազատական կամ ռադիկալ, լիբերալ, դեմոկրատական հոսանքը։ Եթե Հայաստանում այսօր կարելի է խոսել մի ձևավորված ուժի մասին, ապա այդ ուժը սա է, որի ջատագովներն են առաջինը Հայոց համազգային շարժումը եւ մյուս կուսակցությունները, որոնք միացել են մեկ նախընտրական բլոկում։ Ես վստահ եմ, որ այս ուժը արդեն ձևավորված ուժ է եւ առաջիկա մի քանի տասնյակ տարիների ընթացքում մեր քաղաքական թատերաբեմում խաղալու է վճռական դերերից մեկը։ Վստահ եմ, որ ընդդիմությունը նույնպես վաղ թե ուշ պետք է գտնի այս քաղաքական համախմբման միջոցը, որովհետև առայժմ կարելի ասել ընդդիմություն որպես այդպիսին, այսինքն որպես հավաքականություն, որպես միասնական ճակատ գոյություն չունի։ Մենք ունենք ընդդիմադիր ուժեր, բայց չունենք ընդդիմություն։ Շատ պարզ օրինակով ես ձեզ դա կարող եմ բացատրել, որովհետև տարօրինակ է ընդդիմության համախմբվելու, միասնականանալու լավագույն առիթը հենց այս ընտրություններն էին եւ սահմանադրության հանրաքվեն։ Եվ այս առիթը ընդդիմությունը չկարողացավ օգտագործել։ Ինչ պետք է աներ ընդդիմությունը։ Շատ պարզ մի բան։ Այն, ինչ արվեց 1990 թվականին, երբ ընտրությունների ժամանակ բոլոր հակակոմունիստական ուժերը միավորվեցին, անկախ իրենց ներսում ունեցած տարաձայնություններից, գաղափարախոսական հակասություններից եւ այլն, բոլոր հակակոմունիստական ուժերը միավորվեցին եւ
միասնական ցուցակով մասնակցեցին ընտրություններին եւ արդյունքը դուք տեսաք։ Այսօր ես կարծում եմ, եթե ընդդիմությունը իր արժեվ խնդիր էր դրել, տապալել սահմանադրության ընդունումը, իր արժեվ խնդիր էր դրել, տապալել ներկա իշխանությունները, ամենահեշտ եւ ամենատրամաբանական ճանապարհը նրանց միավորումն էր, մոռանալով միառժամանակ իրենց ներքին հակասությունները, պետք է միավորվեին այս իրենց տեսակետից ազգային գերխնդրի շուրջ, բայց դա չկարողացան կատարել։ Նրանք հանդես են գալիս համամասնական ընտրություններում 10 կուսակցական ցանկերով, պետք է ունենային 1 ցանկ, սա շատ հեշտությամբ կարող էին անել։ Իսկ 150 մեծամասնական օկրուգներում հանդես են գալիս առանձին տեխնացուներով, երբ կարող էին համաձայնության գալ եւ յուրաքանչյուր օկրուգում պաշտպանել 1 տեխնացուի։ Այդ դեպքում իհարկե մեր գործը շատ դժվար կլիներ։ Այդ դեպքում ընտրություններում ըստ երևույթին կունենայինք նույն պատկերը, ինչ ունեցանք 90 թվականին, այսինքն ընդդիմությունը եւ իշխանությունները կունենային, ասենք 45-55% հարաբերակցություն։ Ես չեմ պատկերացնում այսպիսի պարակտված վիճակում նրանք ինչպես են մասնակցելու ընտրություններին։ Պարոն նախագահ, այ զուգահեռները պատմական շատ հետաքրքիր են ինձ թվում է, եւ ես կարող եմ այդ հարցը տալ դες որպես 90 թվականի ընդդիմության ներկայացուցիչ։ Ինչու 90 թվականին ընդդիմությանը հաջողվեց միասնական ճակատ ստեղծել իշխանությունների դեմ, իսկ այսօր դա չի հաջողվում։ Ես սիրով կպատասխանեմ դեր հարցին, բայց նաեւ կշարունակեմ նախորդ հարցի միտքը, որովհետեւ ես չավարտեցի դեռ քաղաքական ուժերի զարգացման, ընդհանրապես միտումների մասին իմ խոսքը, բայց նախ կպատասխանեմ այս վերջին հարցին։ 90 թվականին իսկապես ընդդիմությանը հաջողվեց համախմբվել, իսկ այսօր ոչ։ Եվ դա ունի շատ պարզ, կարելի է ներողություն խնդրելով օտար բառ օգտագործելու համար, օգտագործել տրիվիալ բառը, շատ տրիվիալ բացատրություն։ 90 թվականին ընդդիմությունը համախմբված էր, միավորված էր գաղափարի շուրջ։ Այդ գաղափարը կոմունիստական տոտալիտարիզմի թոթափումն էր, Արցախի ազատագրումը եւ Հայաստանի անկախության ձեռքբերումը։ Չկային անձնական շահեր, չկային կուսակցական շահեր։ Այսօր դժբախտաբար ընդդիմությունը չունի այդ միավորող գաղափարը եւ նրանց նախընտրական գործունեության մեջ գերակշռում է գուցե եւ բացարձակորեն տիրապետում զուտ անձնական եւ կուսակցական շահը։ Այլապես անկարելի է հասկանալ, թե ինչու այդ փոքրիկ կուսակցությունները չէին կարող միավորվել եւ հանդես գալ միասնական ընտրական ցուցակներով։ Ես այլ բացատրություն չունեմ։ Եթե անգամ այդ նեգատիվ գաղափարը, որ ներկա իշխանությունների տապալումն է, նրանք համարեին իրենց միավորող հիմնական գաղափար, ազգային գաղափար, ազգային անվտանգության հետ առնչվող գաղափար, սա էլ անգամ պահանջում էր նրանցից միավորել իրենց բոլոր ուժերը։ Սա է բացատրությունը։ Այսօր չկա գաղափար, որի շուրջ նրանք համախմբված կարողանային լինել։ Բայց ես ուզում եմ վերադառնալ նախորդ հարցին քաղաքական ուժերը։ Ես ասացի, որ Հայաստանում արդեն հստակորեն ձևավորվում է այդ արմատական լիբերալ դեմոկրատական հոսանքը, որի նպատակն է մասնավոր սեփականության վրա հիմնված լիակատար ազատ շուկայական տնտեսության եւ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհին բնորոշ դեմոկրատական հասարակարգի ստեղծումը։ Իհարկե սա ունի իր պատճառը, թե ինչու քաղաքական հոսանքներից, գաղափարախոսություններից առաջինը սա ձևավորվեց Հայաստանում, որովհետև դա գալիս է այն պրոցեսներից, որոնք ընթանում են այսօր Հայաստանում։ Այսօր Հայաստանում ընթանում է սեփականության ապապետականացման, սեփականաշնորհման պրոցես, այսինքն առաջանում է սեփականատերերի մի զանգված եւ բնականաբար այս ուժերի
գաղափարախոսություններ, որ պետք է նախ եւ առաջ ձևավորվեր։ Ես վստահ եմ, որ ընդդիմության այս խայտաբղետությունը վաղ թե ուշ պետք է վերանա եւ Հայաստանը եվրոպական պետությունների, արևմտյան պետությունների նման պետք է ունենա քաղաքական ուժերի մի դասական հարաբերակցություն, որոնց բևեռները, հիմնական բևեռները իհարկե միշտ էլ կարող են լինել ածանցյալ, լուսանցային երևույթներ, լինելու են երեքը։ Առաջինը արդեն ասվեց, դա լիբերալ դեմոկրատիան է, բայց եթե միայն այս ուժը լինի հասարակության մեջ, կարող է վտանգ առաջանալ միակողմանիության, որովհետև գաղտնիք չէ, որ լիբերալ դեմոկրատիան հենվում է մասնավոր սեփականատերերի շահերի վրա եւ վտանգ կարող է առաջանալ, որ նրա իշխանության օրոք կարող են անտեսվել սոցիալական խնդիրները, ժողովրդի սոցիալական պահանջների բավարարումը, այդ պատճառով որպես հակակշիռ, որպես հավասարակշռություն ժամանակի ընթացքում ես վստահ եմ Հայաստանում պետք է ձևավորվի մի լուրջ սոցիալիստական մաքուր սոցիալիստական մի քաղաքական ուժ, դա արդեն կախված հանգամանքներից կարող է ունենալ սոցիալ-դեմոկրատական երանգ, ես չգիտեմ այդ ուժը կստեղծեն ներկա քաղաքական ուժերը, թե կհայտնվեն նոր մարդիկ, բայց որ վաղ թե ուշ այդ ուժեղ սոցիալիստական քաղաքական թևը առաջանալու է մեր հասարակության մեջ, ես չեմ կասկածում, եւ դա լինելու է հենց այս ռադիկալ լիբերալ դեմոկրատիան հավասարակշռող մի քաղաքական ուժ։ Եվ երրորդ ուժը, որը ես վստահ եմ միշտ էլ կմնա լուսանցային, միշտ էլ կմնա մարգինալ, ինչպես բոլոր զարգացած դեմոկրատական պետություններում, դա ազգայնական, նացիոնալիստական ուժերն են, որոնք նույնիսկ ամենազարգացած հասարակություններում ունեն իրենց տեղը, որովհետև դրանք ունեն իրենց լսարանը։ Պարոն նախագահ, դուք չեք թաքցնում եւ գաղտնիք չէ, որ դուք ՀՀՇ-ի անդամ եք։ Այսօր ՀՀՇ-ն ստեղծել է Հանրապետություն միավորումը, որտեղ ընդգրկված են այն մարդիկ, որոնք վերջին 5 տարիների ընթացքում տիրել են իշխանության լծակներին։ Ինչ վաստակ ունեն այդ մարդիկ, ինչպիսի բագաժով են այդ մարդիկ գալիս ընտրությունների։ Ես արդեն ասացի, որ այդ մարդկանց գործը եղել է հրապարակային, ժողովուրդը ականատես է եղել եւ ՀՀՇ-ի, եւ Հայաստանի գործադիր իշխանությունների, եւ խորհրդարանական մեր ֆրակցիայի գործունեությանը, իհարկե անձամբ ես էլ բազմիցս հնարավորություններ ունեցել եմ նշելու այն բոլոր, չի ասի հաջողություններ, բայց ձեռքբերումներ, որոնք մենք ունեցել ենք անցյալ 5 տարիների ընթացքում, բայց այսօր կուզեի նշել նրանցից մի քանի գլխավորը։ Առաջինը, վերջին հաշվով 88 թվականին սկսված այդ ազգային ազատագրական շարժումը կատարեց իր 3 հիմնական խնդիրները։ Առաջինը Արցախի ազատագրում, որը գոյություն ունի դե ֆակտո։ Երկրորդը կոմունիստական տոտալիտար ռեժիմի տապալում, որը տեղի է ունեցել, եւ հայոց անկախ պետականության ստեղծում։ Այս 3 հիմնական խնդիրները կատարված են եւ գալու է ժամանակ 10 տարի, 20 տարի հետո, երբ մոռացվելու են այս կենցաղային դժվարությունները, երբ մեր ժողովուրդը հաղթահարելու է այն բոլոր ծանր կացությունները, որոնց ենթարկվեց անցած այս շրջանում, սա է գնահատվելու։ Այս փաստերն են մնալու պատմության մեջ եւ մեր ժողովուրդը հպարտությամբ է հիշելու այս օրերը։ Բացի այդ, ինչ վերաբերում է բուն իշխանությունների գործունեությունը, որովհետև այս 3 նշածս ես վերագրում եմ ոչ թե իշխանություններին, ոչ թե ՀՀՇ-ին կամ մեր իշխանամետ ուժերին, այլ մեր ողջ ժողովրդին, որովհետև այս ձեռքբերումները
իրականացան մեր ողջ ժողովրդի ջանքերով, Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանց արժանիքը ես պետք է համարեմ, առաջին հիմնական արժանիքը ես պետք է համարեմ այն, որ Հայաստանին ի տարբերություն նախկին խորհրդային միության մի շարք հանրապետությունների եւ առաջին հերթին մեր ամենաամիջական հարևանների հաջողվեց խուսափել խորհրդային միության, այսինքն փլուզվող կայսրության փլատակների տակ մնալու վտանգից։ Չի եղել աշխարհում մի դեպք, երբ քայքայվեն կայսրությունները եւ այդ ընթացքում մի քանի տարածք, մի քանի երկիր կամ մի քանի պրովինցիա, երբ հռոմեական կայսրություններ քայքայվում, ընդհանրապես չվերանային պատմության դատերաբեմից կամ չընթարկվեին ահավոր ներքին քաղաքական կռիվների։ Դա տեղի ունեցավ նաև աֆրիկյան գաղութային ռեժիմի քայքայումից հետո, երբ երկրների մի մասը ներքաշվեց ներքին քաղաքական պատերազմների մեջ, անընդհատ հեղաշրջումների եւ այլն, դրանից մենք խուսափեցինք։ Կրկնում եմ, ի տարբերություն մի շարք հանրապետությունների։ Մենք խուսափեցինք եւ սահմանադրական ճգնաժամերից, որոնք որոշ երկրներում լուծվեցին ռազմական ճանապարհով, խուսափեցինք հեղաշրջումներից, խուսափեցինք իշխանությունների անհարկի փոփոխություններից, որոնց արդյունքում այդ երկրները շարունակ ավելի թուլանում էին, քան ամրապնդվում։ Որովհետև սա էլ բնական է, երբ մի անգամ իշխանությունը անօրինական կերպով փոխվում է, դա դառնում է արդեն նախադեպ, հաջորդ իշխանությունը լինում է ավելի թույլ, քան նախորդ։ Ուղղակի դա պետք է թույլ չտրվի։ Մեզ դա հաջողվեց։ Եվ սա ես համարում եմ մեր ամենամեծ նվաճումը, որովհետև մեզ մոտ էլ դժվար չէր հանգամանքների այլ դասավորման դեպքում, եթե ասենք պատահաբար այս մարդկանց փոխարեն ուրիշ մարդիկ հայտնվեին իշխանության գլուխ, չկրկնվեր այն, ինչ տեղի ունեցավ, ասենք Վրաստանում եւ Ադրբեջանում, իսկ եթե այդ իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Ադրբեջանում եւ Վրաստանում, տեղի ունենային Հայաստանում, ապա ես դες վստահեցնում եմ, որ հետևանքները մեր երկրի, մեր ժողովրդի համար շատ ավելի ծանր կլինեին եւ իրավիճակը շատ ավելի կործանարար կլիներ, քան այդ հանրապետություններում։ Ես չգիտեմ, թե սա որքանով է գնահատվում, բայց եթե այստեղ չի գնահատվում, դա շատ տեղերում գնահատվում է եւ մեր երկրի ունեցած վարկն էլ հիմնականում բացատրվում է հենց այս փաստով, բայց վստահ եմ, եթե այսօր էլ մեզ մոտ չի գնահատվում, դա մի քանի տարի հետո կհամարվի մեր ամենամեծ ձեռքբերումը, ամենավեծ նվաճումը։ Այստեղից մեր երկրորդ կարևոր նվաճումը մեր ներքին քաղաքական կյանքի կայունությունն էր, որ անմիջականորեն առնչվում է այս հարցին, եւ պետք է նկատի ունենալ, որ այս կայունությունը զուտ ներհանրապետական նշանակություն չունի, սա ունի, կարելի ասել, ռեգիոնալ նշանակություն եւ արևմտյան քաղաքագետների ու պետական գործիչների կողմից հենց այդպիսի գործոն էլ սա դիտվում է, որովհետև պատկերացրեք, եթե Հայաստանն էլ լիներ այն վիճակում, ինչ ասենք Վրաստանը եւ Ադրբեջանը, ապա ինչպիսի վիճակում կհայտնվեր մեր ամբողջ ռեգիոնը։ Ես նկատում եմ Հյուսիսային Կովկասը եւ Անդրկովկասի պետությունը։ Հայաստանը այս ռեգիոնում կայունության միակ կղզին է, որը իր կայունությամբ խաղում է նաև ռեգիոնալ կայունության դեր։ Մի հանգամանք, որը գնահատվում է, ինչպես ասացի, եւ արևմուտքում, եւ մեր մյուս ամիջական հարևանների կողմից, Իրանի եւ Թուրքիայի կողմից։ Բացի այդ, արդեն գաղտնիք չէ եւ ես կարծում եմ դա մեր ժողովուրդը զգում է նաև իր առօրյա կյանքում, ամենայն դեպս այն խոր տնտեսական անկումից հետո, որ եղավ Հայաստանում, այնպես ինչպես խորհրդային միության նախկին մյուս հանրապետություններում, գուցե եւ Հայաստանում ավելի ծանր, որովհետեւ մենք ունեինք լրացուցիչ բարդություններ, դա Արցախյան պատերազմներ, շրջափակումները եւ այլն, բայց այնուամենայնիվ անցյալ տարվա հունիսից սկսած 94 թվականի հունիսից սկսած Հայաստանում
կասեցվել է տնտեսական անկումը եւ սրանով Հայաստանը նույնպես եզակի տեղ է զբաղեցնում նախկին խորհրդային միության հանրապետությունների շարքում ավելին ոչ միայն կասեցվել է տնտեսական անկումը, այլև Հայաստանը միակ հանրապետությունն է, որտեղ ապահովում է ամսե-ամիս տնտեսական զգալի աճ, եւ սա արդեն ոչ թե պատահական տենդենս է, այլ մշտական գործոն։ Ինֆլյացիայի անկման կասեցումը, դրամի կայուն կուրսի ապահովումը եւ այլն, սրանք այն երաշխիքներն են, որոնք մեզ լավատեսություն են ներշնչում ապագայի ծրագրերի համար։ Մեր ամենամեծ նվաճումներից մեկը ես պետք է համարեմ անցյալ տարվա աշնանը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ մշակած, մեր կառավարության մշակած համատեղ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիրն էր, որը արդեն գործում է դեկտեմբերի 1-ից եւ բոլոր այն մտավախությունները, որոնք գոյություն ունեին այս ծրագրի կատարման հետ, կարծում եմ հոդս ցնդեցին, այդ ծրագրի իրականացումը որևէ ինֆլյացիայի նոր էսկալացիա չառաջացրեց, դրամի կուրսը պահպանվեց կայուն եւ ծրագիրը իրականանում է շատ հստակ կերպով երկու կողմն էլ եւ Հայաստանի կառավարությունը եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները հստակորեն կարելի է ասել ժամանակացույցով, գրաֆիկով կատարում են իրենց պարտավորությունները։ Մենք ժամացույցի ճշգրտությամբ ստացել ենք բոլոր այն խոստացված ներդրումները, որոնք կատարվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Դուք գիտեք, օրերս Հայաստանը ստացավ նոր լրացուցիչ վարկ, որը երկար ժամանակ կապահովի մեր դրամի կայունությունը։ Ստենդբայի մասին է խոսքը։ Այսինքն այս աջակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությունը մեզ հնարավորություն տվեց մշակել Հայաստանի տնտեսական զարգացման մի խոր իրատեսական եւ հեռանկարային ծրագիր, որը առաջիկա 5 տարիների համար ապահովում է երաշխավորված զարգացում եւ տնտեսական եւ սոցիալական բնագավառներում։ Հետագայում ես իմ խոսքում դեռ կանդրադառնամ սրան, երբ կփորձեմ ներկայացնել նաեւ հանրապետություն ընտրական միության ծրագիրը ընդհանուր գծերով։ Պարոն նախագահ, դուք խոսեցիք լույսի մասին, թույլ տվեք ես խոսեմ ստվերի մասին։ Ես ուշադրությամբ լսեցի ձեր փաստարկները եւ բացատրությունները, բայց չեմ կարող չնշել, որ այս 5 տարվա ընթացքում հնչել է շատ սուր քննադատություն, իշխանությունները եւ մասնավորապես դուք մեղադրվել եք ազգային եւ պետական շահերի դավաճանության, կաշառակերության, անօրինականությունների մեջ եւ այլն։ Ինչպիսին է ձեր վերաբերմունքը այդ եղերությանը, այդ իրականությանը։ Ես պետք է ասեմ, որ այս իրողությանը ես վերաբերում եմ փիլիսոփայորեն, որովհետեւ մենք ստացանք այն, ինչին ձգտում էինք։ Մենք պայքարեցինք դեմոկրատիայի համար, դեմոկրատական հասարակություն ստեղծելու համար, որպեսզի ժողովուրդը հնարավորություն ունենա արտահայտելու իր կարծիքը իշխանությունների մասին։ Այսինքն ես բողոքելու բացարձակապես տեղ չունեմ եւ եթե ընտրելու հարց լիներ, նախընտրել, որը չլիներ ժողովրդավարություն եւ իշխանություններին չհայոյին, չմեղադրեին որպես կաշառակեր, ազգի դավաճան, չգիտեմ, բռնապետ եւ այլն, թե հակառակը ես կնախընտրեի երկրորդ։ Ավելի լավ է գիշեր ցերեկ հայոյեն, բայց լինի ժողովրդավարություն, քան հրեշտակ ներկայացնեն ու դա չլինի։ Մենք դա ապրել ենք, մենք դա տեսել ենք, դրանից է որ փախել ենք, դրանից է որ խուսափում ենք։ Ես ասացի, որ սրան այս երևույթին ես վերաբերում եմ շատ փիլիսոփայորեն, որովհետև սա քաղաքականության օրենքն է։ Ինձ ցույց տվեք քաղաքականության մեջ ներգրավված որևէ անձի, որի հասցեին նման մեղադրանքներ, նման ամբաստանություններ չեն հնչել։ Ցույց տվեք որևէ մեկին։ Նաև Հայաստանում արկա բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին վերցրեք։ Եվ պետք է
վստահ լինել։ Ես մեր ժողովրդին եմ ասում, այսուհետև Հայաստանում չի լինելու որևէ կառավարություն, որևէ իշխանություն, եթե իհարկե մնա դեմոկրատիա, պահպանի դեմոկրատիան, որին չմեղադրեն որպես կաշառակեր, որպես ազգի դավաճան, որպես բռնապետ եւ այլն եւ այլն։ Գուցե ավելի մեծ դժոխային մեղքեր։ Սա ոչ միայն մեզ հատուկ, այլ բոլոր դեմոկրատական հասարակություններին։ Այլ բան է, կարող է քննադատության կուլտուրան մի փոքր տարբերվել, այսինքն քննադատությունը չխառնվի հայոյախոսության հետ, բայց դա էլ ժամանակի հարց է, դա կապված է հասարակության հասունության հետ։ Իսկ այս ամենը ասելով, իհարկե ես չեմ ուզում ներկայանալ որպես սուրբ, ես կարծում եմ ընդհանրապես մարդկանց մեջ սրբեր չկան, սրբերը այլ դաս են, եւ բնական է, որ մեր գործունեության մեջ էլ պետք է լինեն սխալներ, թերություններ, ինչու՞ չէ նաև ըստ երևույթին անօրինականություններ, բայց ես կուզեի խոսել փաստերի լեզվով, դժբախտաբար այդ մեղադրանքները, որ դուք թվարկեցիք, ես նույնիսկ մեղադրանք չէի համարի, որովհետև մեղադրանքը ոչ թե խոսք է, ոչ թե հայտարարություն, այլ փաստ նախ եւ առաջ։ Դժբախտաբար որևէ փաստ, որևէ փաստարկում այդ մեղադրանքների մեջ ես չեմ տեսել։ Այնուամենայնիվ, ես ընդունում եմ, որ պետական մեքենան մի այնպիսի երևույթ է, որ համապատասխան մեխանիզմների բացակայության դեպքում միշտ էլ հնարավոր են զեղծարարություններ, անօրինականություններ, ես կարող եմ ընդունել եւ առանց անգամ հուշելու ինքս պետք է խոստովանեմ, որ թեև հասարակական կարգի պաշտպանության, մեր սահմանների անվտանգության պաշտպանության հարցերում շատ բան մեզ հաջողվել է մեր իրավապահ մարմիններին, բայց կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գործում, կաշառակերության դեմ պայքարի գործում, իրավապահ մարմինների անօրինական գործողությունների դեմ պայքարի գործում դեռևս մենք շատ անելիքներ ունենք։ Կարող եք հարց տալ, թե ինչու մինչև հիմա չենք արել, փորձել ենք, բայց ունեցել ենք նաև այնպիսի ահավոր խնդիրներ, եղել են պահեր, երբ մենք պարզապես մղել ենք գոյության պայքար։ Իհարկե մեր ժողովուրդը շատ բան դեռևս չգիտի, թե ինչպիսի ծանր վիճակների մեջ է հայտնվել Հայաստանը, ասենք 91, 92, 93 թվականի ձմեռվա տարիներին, երբ պայթեցվում էին գազամողներ, երբ պայթեցվում էին մեր երկաթգծեր, երբ մեր շտեմարաններում ընդամենը 1-2 օրվա հաց էր եղած լինում եւ մենք, չգիտեմ, ֆանտաստիկ ճիքեր էին գործադրում օդային ճանապարհներով, ավտոշարասյուներով, Բաթումից, Փոթից հաց կրելու եւ այլն, այս բաները իհարկե չեն հրապարակվել, չեն ասվել խոճապ չառաջացնելու համար, բայց մենք ունեցել ենք, ասում եմ, ճակատագրական պահեր, երբ լուծվել են գոյության խնդիրներ, բնականաբար այդ ընթացքում մեր բոլոր ուժերը ուղղված են եղել այս հարցերի լուծման, այդ թվում նաեւ իրավապահ մարմինների, չմոռանանք, որ իրավապահ մարմինները երկար ժամանակ նաեւ բացի հասարակական կարգ ու կանոնի ապահովումից, որ նրանք կատարեցին փայլուն կերպով ամենայն դեպս այսօր ոչ ոք չի կարող վիճել, որ մի քանի տարվա առաջվա Երևանը, որ հիշեցնում էր ռազմաճակատային քաղաք, երբ ամեն գիշեր անընդհատ կրակոցներ էին, դա չկա եւ դա չկա հենց շնորհիվ մեր ոստիկանության լուրջ աշխատանքի եւ ոստիկանությունը հսկայական աշխատանք է կատարել մեր սահմանների պաշտպանության գործում եւ այլ, բնական է պիտի թերանար իր բունդ գործունեության մեջ, որ էր անօրինականությունների, հանցագործությունների դեմ պայքարը։ Ես հուսով եմ, որ քանի որ մեզ հաջողվել է արդեն նման բազմաթիվ այսպիսի կրիտիկական հարցերը լուծել, մենք անցել ենք արդեն ավելի հանդարտ գործունեության փուլ, այս ընտրություններից հետո, սահմանադրության ընդունումից հետո մենք ի վիճակի կլինենք անել այնպես, որ պետական յուրաքանչյուր մարմին զբաղվի իր բուն գործով եւ անօրինականությունների, հանցագործությունների, կաշառակերության դեմ պայքարը դառնալու է մեր պետության գործունեության կարևորագույն խնդիրներից մեկը եւ կդառնա, որովհետեւ այդպիսի
ճգնաժամային խնդիրներ չկան, որ մենք պիտի լուծենք։ Մենք ավելի ազատ ենք, մենք ավելի հանդարտ եւ ավելի շատ ժամանակ կունենանք տրամադրելու ահա այս խնդիրների լուծմանը։ Նախագահ կարծր հարցակումների թիրախ է դարձել նաև Սահմանադրությունը։ Այդ մեղադրանքները կամ քննադատությունը կարելի է ձևակերպել երկու կետով։ Ա. Այս Սահմանադրությունը ձևված է Լևոն Տեր-Պետրոսյանի համար, եւ Բ. Այս Սահմանադրությունը տանում է մեր երկիրը դեպի բռնապետություն։ Ինչ կասեիք այդ կապակցությամբ։ Հայտնի վեճ է եւ հայտնի փաստարկ, որը շարունակ ծեծվում է մեր ընդդիմության կողմից։ Ես իհարկե շատ շոյված կզգայի ինձ, եթե այս Սահմանադրությունը կապվեր իմ անվան հետ, որտեղ Սահմանադրությունը պետության կյանքի այնպիսի կարևոր իրադարձություն է, որի նշանակությունը ունի պատմական արժեք։ Բայց կտրականապես մերժում եմ, թե իբր այս Սահմանադրությունը գրված է Լևոն Տեր-Պետրոսյանի համար։ Նման պնդումը մի պարզ, էժանագին, ամբողջավարական, քարոզչական հերյուրանք է մեր ժողովրդին մոլորության մեջ գցելու համար։ Ինչպես կարող է այս Սահմանադրությունը պատկանել Լևոն Տեր-Պետրոսյանին, ես չգիտեմ, քանի որ չէ որ ընդամենը 15 ամիս հետո եկող տարվա հոկտեմբերին պետք է մեր ժողովուրդը ընտրի նոր նախագահ։ Նոր նախագահ։ Եվ ով ասաց, որ այդ նախագահը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսինքն, եթե կա այդպիսի մտավախություն, թե իբր այս Սահմանադրությունը Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է իր համար, ապա 15 ամիս հետո դուք կարող եք խափանել այդ գործը, ջնջել Լևոն Տեր-Պետրոսյանին եւ վերացնել այս խնդիրը։ Սա մեկ։ Երկրորդ, եթե այս Սահմանադրությունը ինձ պետք էր այս 15 ամիսների համար, այստեղ էլ կարծում եմ ընդդիմախոսները չարաչար սխալվում են կամ դիտավորյալ մոլորեցնում մեր ժողովրդին, որովհետև ըստ էության ներկա օրենքով Լևոն Տեր-Պետրոսյանը ունի շատ ավելի մեծ իրավունքներ, քան այն Սահմանադրությամբ, որը պետք է ընդունվի։ Հիմա ես ավելի իրավունքներ ունեմ։ Եթե Սահմանադրությունը չընդունվի հուլիսի 5-ին, ապա 15 ամիս Լևոն Տեր-Պետրոսյանը կունենա շատ ավելի մեծ իրավասություններ, քան ունի այսօր։ Կարող եմ մի քանի օրինակներով բացատրել։ Օրինակ, Հանրապետության նախագահի վետոյի հաղթահարումը։ Այսօրվա օրենքով խորհրդարանը նախագահի վետոն հաղթահարում է խորհրդարանի падգամավորների 2/3-ով։ Այսինքն, նախագահը հնարավորություն ունի անել այնպես, որ ոչ մի օրենք խորհրդարանի կողմից ընդունված ոչ մի օրենք չանցնի։ Բայց ես այդպիսի բան չեմ արել, թեև այդ հնարավորությունը կար։ Իսկ ներկա Սահմանադրությամբ վետոն հաղթահարվում է ձայների պարզ մեծամասնությամբ։ Իսկն իրականում վետո գոյություն չունի։ Խորհրդարանը ընդունում է օրենք, ուղարկում է նախագահին ստորագրելու, եթե նախագահը ունի ինչ-որ դիտողություններ, առարկություններ, օրենքը ետ է վերադառնում, եթե խորհրդարանը նույն ձայներով, ձայների կեսով որոշեց, պնդեց իր նախկին որոշումը, նախագահը պարտավոր է ստորագրել։ Սա մեկ։ Երկրորդ, այսօր խորհրդարանը կառավարության հրաժարականը կարող է պահանջել նույնպես ձայների 2/3-ով։ Իսկն կարող է պահանջել ձայների կեսով, բայց երբ նախագահը մերժեց, նրանք պետք է 2/3-ով հաղթահարեն այս արգելքը։ Այսինքն կառավարությունը իրականում խորհրդարանը կարող է փոխել ձայների 2/3-ի մեծամասնությամբ։ Նոր սահմանադրությամբ, դա նույնպես դարձել է ձայների պարզ մեծամասնությամբ։ Այսինքն, որ պահին, որ ընդդիմությունը խորհրդարանում ունենա մեկ ձայն ավելի,
այսինքն 50 + 1 190 տեղ է, դա նշանակում է 90, չգիտեմ, 6 ձայն։ Եթե ունեցավ 96 ձայն, նույն պահին ընդդիմությունը կարող է կազմել իր կառավարությունը։ Նախագահը ոչինչ չի կարող անել։ Ոչինչ չի կարող անել։ Այսինքն, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի համար էր գրված այս համանդրությունը, նա շահագրգռված կլիներ, որ ընդհանրապես այս համանդրությունը չընդունվեր, որովհետև նրա իրավունքները բավականին կրճատվում են։ Կարող են այստեղ նորից բերել մի այլ փաստարկ, թե նախկին օրենքով նախագահը իրավունք չուներ ցրել խորհրդարանը, իսկ ահա ներկա համանդրությամբ նախագահը կարող է ցրել խորհրդարանը։ Ճիշտ է, սա նախագահին տրված շատ մեծ իրավասություն է, բայց նորից տրված է հանրապետության նախագահին, այլ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը զուտ այս օրենքի գործողության ժամկետների սահմանափակման պատճառով հնարավորություն չունի օգտագործելու այս մեխանիզմը, շատ պարզ պատճառով, որովհետև նորընտիր խորհրդարանը առաջին 1 տարում չի կարող ցրվել։ 1 տարի, 12 ամիս նորընտիր խորհրդարանը իրավունք չունի ցրելու նախագահը։ Գումարած սրան, հանրապետության նախագահն էլ իր պաշտոնավարության վերջին 6 ամիսների ընթացքում իրավունք չունի ցրելու խորհրդարանը։ Այսինքն դարձավ 18 ամիս։ Որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը ցրի խորհրդարանը, որ պիտի ընտրվի հուլիսի 5-ին, նրան պետք է 18 ամիս, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը ունի 15 ամիս։ Պարզ շատ պարզ թվաբանություն, եւ եթե ասում եմ գրագետ մարդիկ, իրենց լուրջ քաղաքական գործիչներ հորջորջող մարդիկ, ահա այսպիսի պրիմիտիվ էժանագին միջոցներով ուզում են մոլորեցնել մեր ժողովրդին, ապա թող մտածեն իրենց մասին, չէ որ ժողովուրդն էլ կարող է ըմբռնել ինչը ինչոց է, եւ դրանից հետո այդ մարդիկ ինչ երեսով են երևալու այդ ժողովրդի առջև, ես չեմ հասկանում։ Ուրեմն ես ոչ թե պնդեցի, ես կարծում եմ թվաբանորեն ապացուցեցի, որ այս համանդրությունը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ոչ մի կապ չունի։ Իսկ ընդհանրապես բռնապետության։ Իսկ ընդհանրապես այն, որ իբր այս համանդրությունը ընդգծվածն որպես ընդգծված նախագահական համանդրություն, հանրապետությունը տանում է դեպի բռնապետություն եւ այլն, սա էլ պարզ քարոզչություն է, պարզ ամբողջավարություն, աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք խորհրդարանական հանրապետություններ են, դեմոկրատական հանրապետություններ, բայց կան նաև բազմաթիվ պետություններ, որոնք այս կամ այն չափով նման են հենց կառավարման այն կարգին, որը ընդունված է մեր սահմանադրության մեջ, նախագահական համակարգեր, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ այլն, բայց ես կարծում եմ ոչ ոք չի կարող պնդել, որ Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան ավելի քիչ դեմոկրատական երկրներ են, որպես նախագահական հանրապետություններ, քան ասենք Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, որոնք խորհրդարանական հանրապետություններ են։ Բռնապետությունը ընդհանրապես ոչ մի կապ չունի, թե ինչպիսի սահմանադրական կարգեր են հաստատված այդ երկրում, խորհրդարանական թե նախագահական։ Ընդհանրապես ավելին կարող եմ ասել, բռնապետությունը որևէ կապ չունի սահմանադրության հետ, որովհետև բռնապետությունը ինքնին սահմանադրության մերժում է, ինչպիսի սահմանադրությունը լինի, եթե պատմական հանգամանքները հասարակությունը տարել են դեպի բռնապետության, ապա դա նախ եւ առաջ սահմանադրության ոտնահարումն է։ Օրենքի։ Սահմանադրության եւ օրենքը սահմանադրությունն էլ հիմնական օրենքն է, սահմանադրության եւ օրենքի ոտնահարումը։ Այստեղ էլ կարելի է բերել շատ պարզ, շատ պերճախոս օրինակներ, օրինակ Գերմանիան եւ Սովետական միությունը խորհրդարանական հանրապետություններ էին, կլասիկ խորհրդարանական հանրապետություններ, հրաշալի դեմոկրատական սահմանադրություններով։ Բայց հենց այս երկրներում են ստեղծվել մարդկության ողջ պատմության գոյության ընթացքում գոյություն ունեցող ամենադաժան, ամենահրեշավոր բռնապետություններ։ Ինչ կապ ունի բռնապետությունը սահմանադրության հետ։ Չէ՞ որ բռնապետության
հաստատման համար գոյություն են բոլորովին այլ մեխանիզմներ։ Դա բանակն է, դա քաղաքացիական պատերազմն է, դա օտար միջամտությունն է եւ այլն եւ այլն։ Պես որ ես սա համարում եմ էժանագին մի հնարք, որը մեր ընդդիմությունը օգտագործել է, բայց վստահ եմ օգտագործել է միամտաբար հույս դնելով ժողովրդի անիմացության վրա, բայց ժողովուրդը շատ ավելի բան գիտի, քան այդ մարդիկ։ Նախագահ, վերջին հարցը սցենարների մասին է։ Ինչ կտեղի կունենա, ինչ է մեզ սպասում, եթե ընդունվի Սահմանադրությունը եւ Հանրապետություն միավորումը պահպանի իշխանությունը, եւ ինչ կկատարվի, եթե Սահմանադրությունը չընդունվի եւ իշխանության գան այլ ուժեր։ Ծավալուն հարց է եւ ըստ երևույթին այսօրվա մեր հանդիպման ամենաէական, ամենացավալի պահը, որովհետեւ մեր զրույցի իմաստը հենց ժողովրդի հետ բացեիբաց խոսելն էր եւ առանց գունազարդելու որպես նախագահ, որպես մեր ժողովրդի անվտանգության երաշխավոր նշելու բոլոր այն վտանգները, որոնք կկանգնեն մեր առջև դեպքերի անցանկալի զարգացման պայմաններում եւ քանի որ հարցն այդպիսին էր, ես ըստ երևույթին իմ խոսքը կուղեմ ուղղակի ժողովրդին, որովհետեւ ասելիքը չափազանց կարեւոր է։ Սիրելի հայրենակիցներ, իմ պարտքն է այս պատասխանատու պահին մեր երկրի, մեր պետության, մեր ազգի, մեր ժողովրդի համար այս բախտորոշ իրադարձությունների շեմին ձեզ հետ ամենայն անկեղծությամբ խոսելու ձեր վճռի, ձեր քվեի, ձեր ձայնի կարևորության մասին։ Եվ Սահմանադրությունը, եւ խորհրդարանական ընտրությունները կոչված են ապահովելու մեր երկրի կայունությունը, անվտանգությունը, մեր ազգային իշխանությունների քաղաքականության շարունակականությունը, մեր հավասարակշռված հարաբերությունները մեր հարևանների հետ, Արցախի հարցի արդարացի լուծումը, մեր երկրի քայքայված տնտեսության վերականգնումը եւ մեր մուտքը քաղաքակիրթ պետությունների միջազգային ընտանիք։ Հարցը դրված է շատ հստակ։ Ինչպիսի ընտրություն պետք է կատարեք դուք ապահովելու համար ձեր անդորրը, ձեր անվտանգությունը, ձեր բարեկեցության աստիճանական բարելավումը։ Ընտրություն երկու ուժերի միջև։ Մեկը այսօր Հայաստանում իշխանության գլուխ կանգնած մարդիկ են եւ նրանց հետ համագործակցող քաղաքական ուժերը, որոնք համախմբվել են հանրապետություն ընտրական միավորման մեջ, եւ մյուսը ընդդիմության խայտաբղետ զանգվածը, որը ես քիչ առաջ ձեզ ներկայացրի։ Ես հիմա կփորձեմ իմ պատկերացմամբ ներկայացնել այն սցենարները, որոնք ձեզ սպասում են մի դեպքում Սահմանադրության ընդունման եւ հանրապետություն միավորման հաղթանակի դեպքում եւ երկրորդ Սահմանադրության մերժման եւ ընդդիմադիր ուժերի հաղթանակի դեպքում։ Նախ հանրապետություն միավորման մասին։ Հանրապետություն միավորման մեջ ընդգրկված են 6 կուսակցություններ կամ 6 հասարակական քաղաքական կազմակերպություններ,
փոփոխություններ, դրանք են հայոց համազգային շարժումը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայաստանի քրիստոնյա դեմոկրատական միությունը, սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, մտավորական Հայաստան միությունը, ռամկավար ազատական լիբերալ դեմոկրատական կուսակցությունը։ Բացի այդ, հանրապետություն ցուցակում ընդգրկված են Հայաստանի բազմաթիվ անկախ անվանի մտավորականներ, արդյունաբերողներ, պետական գործիչներ, ես կուզեի թվարկել դրանցից մի քանիսին, կառավարության անդամներ, Հայաստանի փոխվարչապետ Վիգեն Չիտեչյան, պետնախարարներ Ռաֆայել Բագոյան, Արմենակ Ղազարյան, Գագիկ Մարտիրոսյան, Գագիկ Շահբազյան, նախարարներ Արա Բաբլոյան, Լևոն Բարխուդարյան, Արմեն Եղիազարյան, Աշոտ Ոսկանյան, Աշոտ Սաֆարյան, Վահան Փափազյան, Հենրիկ Քոչինյան, ինչպես նաև մի շարք մտավորականներ, գիտնականներ, ինչպես օրինակ Գագիկ Սարգսյան, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի փոխպրեզիդենտ, ակադեմիկոս, Վլադիմիր Բարխուդարյան, Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար, դերասան Լևոն Թուխիկյան, պետօպերայի տնօրեն կամ գեղարվեստական եւ գեղարվեստական ղեկավար Տիգրան Լևոնյան, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյան, Պետհամալսարանի Երևանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյան, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի տնօրեն եւ Կիրովականի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Վահե Շավերդյան, Երևանի օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր Իվետա Արաքելյան, ակադեմիկոս Վիկտոր Ֆանարջյան, Քանաքերի ալյումինի գործարանի տնօրեն Ռոբերտ Յենգոյան եւ այլն։ Ես կուզեի ընդհանուր գծերով ներկայացնել հանրապետություն նախընտրական միավորման ծրագիրը, որը եւ այն հեռանկարն է, որ ձեզ սպասում է այս միության հաղթանակի դեպքում։ Դրա էությունը ես կարող եի նշել մի քանի խոսքով։ Այս ծրագիրը ապահովում է նախ եւ առաջ խաղաղություն, մեր ժողովրդի անվտանգություն, մեր հարևան երկրների հետ հավասարակշռված նորմալ հարաբերություններ, մեր տնտեսության դանդաղ, բայց մեթոդիկ, երաշխավորված զարգացում, մեր ժողովրդի բարեկեցության օրեցօր բարձրացում։ Ահա այն բնութագիրները, որ ես կտայի այս ծրագրին, եւ հիմա դուք կոնկրետ ձևակերպումներում կհամոզվեք դրանում։ Ազատ տնտեսության ձևավորման բնագավառում ծրագիրը նախատեսում է ակտիվացնել սեփականաշնորհման գործընթացը։ Պետք է ասել այս բնագավառում, թեև Հայաստանը հասել է մեծ հաջողությունների, Հայաստանը դեռ խորհրդային միության հանրապետությունների շարքում միակ հանրապետությունն է, որտեղ իրականացվել է հողի սեփականաշնորհումը եւ միանգամայն արդարացրել իրեն, եթե կան հակառակը պնդողներ, խնդրեմ թող գնան, փորձեն մտնեն գյուղերը եւ փորձեն գյուղացուց ետ խլել հողը։ Ես վստահ չեմ նրանցից քանիսը ողջ կվերադառնան այդ գյուղերից։ Բայց բոլոր դեպքերում մենք նաև ընդունում ենք, որ սեփականաշնորհման գործընթացում մենք որոշ ժամանակ դանդաղել ենք, երբեմն նույնիսկ աններելի դանդաղկոտություն ենք հանդես բերել, մասնավորապես մանր եւ միջին ձեռնարկությունների սեփականաշնորհման գործում, եւ վստահ եմ առաջիկա ընտրություններից հետո մենք պետք է աշխատենք ուղղել այս սխալը եւ արագացնել սեփականաշնորհման process-ը։ Ֆինանսական հարկային քաղաքականության բնագավառում ծրագիրը ենթադրում է հարկային բեռի թեթևացում եւ հարկային դաշտի ընդլայնում։
Բացի այդ, որ ամենակարևորն է, ինֆլյացիայի կրճատման հարաճուն տենդենս պետք է ուրախությամբ նշեմ, օրինակ, որ եթե մայիսին ինֆլյացիան մեզ մոտ կազմեց 7%, ապա հունիսին ընդամենը 0.6% էր, եւ այս առումով ինֆլյացիայի մակարդակը նույնիսկ նախատեսվածից ավելի ցածր է, նախատեսված ասելով ես նկատի ունեմ սոցիալ-տնտեսական զարգացման այն ծրագիրը, որ մեր կառավարությունը մշակել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, այսինքն Հայաստանը առայժմ այս 7 ամիսների ընթացքում սկսած դեկտեմբերի 1-ից ունի առաջանցիկ ցուցանիշներ այս հարցում եւ ինֆլյացիայի կրճատման հարցում եւ դրամի կայունության հարցում։ Այնուհետև հաջորդ կարևոր խնդիրը այս քաղաքականության բնագավառում ֆինանսավարկային եւ հարկային քաղաքականության բնագավառում դրամի փոխարժեքի կայունության պահպանումը։ Սա մենք երաշխավորում ենք մանավանդ ստենդբայի որոշման կայացումից հետո մեր դրամի կայունությունը բացարձակապես երաշխավորված է։ Էներգետիկայի բնագավառում նախատեսված են մի շարք լուրջ ծրագրեր։ Ես նախ եւ առաջ պետք է շնորհավորեմ մեր ժողովրդին, որ այդ ծրագրի կետերից մեկը արդեն իրականացված է։ Մի քանի օր առաջ իրականացավ Հայաստանի ատոմակայանի ֆիզիկական գործարկումը եւ շուտով արդեն տեղի կսկսվի էլեկտրաէներգիայի թողարկումը։ Ճիշտ է, մենք գրաֆիկից մի քիչ հետ ընկանք, եթե դուք հիշում եք անցյալ տարվա կամ 94 թվականի ամանորյա իմ ուղերձում ես նշել էի որպես 94 թվականի կարևորագույն խնդիրներ խաղաղության հաստատումը, ատոմակայանի բացումը եւ սահմանադրության ընդունումը։ Դրանցից մեկը իրականացավ լիապես, դա խաղաղության հաստատումներ, իսկ ատոմակայանի եւ սահմանադրության, ատոմակայանի վերաբացման եւ սահմանադրության ընդունման հարցը կես տարով ետ ընկավ գրաֆիկից։ Ես իհարկե կարելի ասել խոստումը կատարված է ոչ ամբողջությամբ, բայց ես ուրախ կլինեմ, եթե հետագայում էլ մեր բոլոր խոստացած կարևոր միջոցառումները եթե պիտի հետաձգվեն կամ դանդաղեն կես տարով։ Եթե դա տեղի ունենա, ես վստահ եմ Հայաստանը կդառնա աշխարհի ռեկորդակիրներից մեկը, որը իր ծրագրերը իրականացնում է ժամանակին։ Այդ էներգետիկ ծրագրերի շարքում նախատեսված է Հերհերի հիդրոէլեկտրակայանի գործարկումը 95 թվականի վերջում, Իրանի հետ կապող էլեկտրագծի շահագործումը 1996 թվականին, Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 5-րդ էներգաբլոկի գործարկումը 1996 թվականին, որը հնարավորություն կտա բավականին վառելիք խնայել նույն քանակությամբ էներգիա արտադրելու համար, Իրան-Հայաստան գազամուղի գործարկումը 1997 թվականին, Եղվարդի ջրամբարի եւ հեկի, ինչպես նաեւ 250 մեգավատ ընդհանուր հզորությամբ հեկերի գործարկումը մինչեւ 2000 թվական։ Իհարկե ձեզ հետաքրքրում է ձեր ամիջական կենցաղային վիճակը եւ սա էլ նախատեսված է, հաշվարկները կատարված են, նախատեսված է, որ 95 թվականի օգոստոսի վերջից մինչեւ նոյեմբեր ամիսը մեր բնակչությունը ստանալու է 18 ժամ էներգիա օրական, 95-96 թվականների ձմռանը օրական 10 ժամ, 96 թվականի ապրիլ-նոյեմբերին 24 ժամ, 96-97 թվականի ձմռանը 14 ժամ, իսկ 97 թվականի գարնանից մշտապես 24 ժամ։ Հսկայական ծրագրեր են նախատեսված կապիտալ շինարարության բնագավառում, որոնց շարքում են Որոտանի ստորգետնյա ջրատարը դեպի Սևան, Սևան-Դիլիջան ավտոմոբիլային թունելը, Ալավերդու պղնձաձուլական նոր գործարանի գործարկումը, մի նոր հզոր պղնձաձուլարանի կառուցումը, որը սկսվելու է 97 թվականին, ոսկու զտման գործարանի գործարկումը, Արարատի ցեմենտի գործարանի երկրորդ հերթի գործարկումը եւ այլն։ Այստեղ թվարկված են մի շարք կապիտալ շինարարության ծրագրեր, որոնց ըստ երևույթին դուք ծանոթ եք։ Սոցիալական ոլորտում նախատեսված են նախ ամենակարևորը, որ
Վաղուց արդեն մշակվում է մի ծրագիր, այսպես կոչված Փարոս ծրագիրը, որ իրականացնում է մեր պետնախարար Ռաֆայել Բագոյանի գլխավորությամբ եւ սոցիալական ապահովության նախարարության ու Մերգելյան ինստիտուտի հաշվողական գիտական մասնագետների համատեղ ջանքերով դա սոցիալական հատուկ մի ծրագիր է, որի էությունը հետևյալն է, որ սոցիալական նպաստները, սոցիալական օգնությունները պետք է բաշխվեն ոչ թե հավասարապես բոլորին, այնպես ինչպես այսօր է սոցիալիստական հավասարեցման մեթոդով, երբ յուրաքանչյուր երեխա անկախ ընտանիքի բարեկեցությունից ստանում է համապատասխան նպաստ եւ այլն, այլ նպատակն է, այդ ծրագրի նպատակն է սոցիալական օգնությունները հասցեագրելու սոցիալապես ամենաանապահով շերտերին։ Այդ ծրագիրը արդեն իրականացման էտապի մեջ է, իրականացման փուլի մեջ է եւ իդեպ պետք է ասել, որ այս ծրագիրը առաջին անգամ կիրառվում է Հայաստանում, մշակված է փաստորեն Հայաստանի մասնագետների կողմից եւ Միացյալ Ազգերի կազմակերպության մարդու իրավունքների եւ հումանիտար օգնությունների դեպարտամենտները մեծապես հետաքրքրված են այս ծրագրերով, որովհետեւ սա կարող է մոդել ծառայել աշխարհի բազմաթիվ երկրների համար։ Սոցիալական բնագավառում նախատեսվում են աշխատատեղերի ստեղծման լուրջ ծրագրեր, որոնք տեղի կունենան երկու աղբյուրի շնորհիվ։ Նախ միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ արտասահմանյան պետությունների հատկացրած վարկերի շնորհիվ շուրջ 140,000 աշխատատեղ, մինչև 2000 թիվը ամսական մոտ $100 համարժեքի աշխատավարձով, իսկ մասնավոր ներդրումների շնորհիվ մոտ 260,000 աշխատատեղ, նույնքան $1 համարժեքով աշխատավարձի հաշվարկով։ Նախատեսված է, որ 3 տարվա ընթացքում ռեալ աշխատավարձը, մեր ժողովրդի ռեալ աշխատավարձը պետք է բարձրանա 5 անգամ։ Այսինքն, սրանով փաստորեն մենք 3 տարի հետո կվերականգնենք մեր այն կենսամակարդակը, որ ունեինք 1988 թվականին։ 3 տարվա ընթացքում ընդամենը։ Եվ շուտով, այսինքն դուք դրա ականատեսը կլինեք, որովհետև այս գործողությունը ոչ թե սպասվում է 3 տարի հետո, այլ ընթացքի մեջ է եւ կիրառվելու է այս տարվա սեպտեմբերից սկսած առաջին էտապը։ Արտաքին քաղաքականության բնագավառում կան լուրջ ծրագրեր, ոչ միայն քաղաքական հարաբերություններին վերաբերող, այլ նաև տնտեսական, առևտրական հարաբերություններին, մասնավորապես հարևան երկրների հետ կապող կոմունիկացիաների գործարկում եւ զարգացում, մասնավորապես Մեղրու հիմնական կամրջի շահագործումը։ Ես վստահ եմ նաև հեռու չէ այն օրը, երբ սկսվելու է նաև սահմանային առևտուր Թուրքիայի հետ, բացվելու է Թուրքիայի հետ Հայաստանը կապող երկաթուղին, որը մեծ նշանակություն, տնտեսական նշանակություն ունի ինչպես Հայաստանի համար, այնպես եւ Թուրքիայի համար, որովհետեւ այդ երկաթուղին փաստորեն Թուրքիան նախկին Խորհրդային Միության հանրապետություններին կապող միակ ճանապարհն է։ Եվ ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման եւ ԵՀԿ-ի շրջանակներում ընթացող բանակցությունների նորմալ ընթացքի դեպքում այս հարցը շատ շուտով կլուծվի եւ այդ ճանապարհները կբացվեն։ Նախատեսվում է միջազգային կազմակերպություններից արտոնյալ վարկերի շարունակական ձեռքբերում, մինչև 99 թվականը սպասվում է մոտ $800 միլիոն չափով վարկ։ Իսկ մասնավոր ֆինանսական ներդրումների բնագավառում սպասվում է մոտ $700 միլիոն ներդրում պայմանագրեր։ Այսինքն մինչև 2000 թիվը Հայաստանում կներդրվի շուրջ $1.5 միլիարդ։ Ղարաբաղի հարցում ծրագիրը նախատեսում է Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավունքի պաշտպանում։ Սրանով ասված է կարծում եմ ամեն ինչ։ Սրանով ասված է, որ Ղարաբաղի բախտը տնօրինում է ոչ թե Հայաստանը, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, եւ Հայաստանը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Բացի այդ, Հայաստանը
ամենայն աջակցությունը ցուցաբերում Ղարաբաղին ապահովելու համար նրա նորմալ սոցիալ-տնտեսական զարգացումը, որը պետք է ունենա նույնիսկ առաջանցիկ բնույթ Հայաստանի համեմատությամբ, այսինքն Ղարաբաղում պետք է ապրեն շատ ավելի լավ, քան Հայաստանում։ Բացի այդ, որպես վերջին միջոցառում նշված է զինված ուժերի կարևորության հարցը, մեր բանակի մարտունակության, կարգապահության, տեխնիկական հագեցվածության բարձրացման հարցը։ Ահա այն ծրագիրը, որով ձեր վստահության քվեին է դիմում հանրապետություն նախընտրական միավորումը եւ որի էությունը, ինչպես ասացի, խաղաղությունն է, կայունությունը, մեր տնտեսության նորմալ զարգացումը եւ ժողովրդի բարեկեցության աստիճանական բարձրացումը։ Ես իմ կողմից պիտի ավելացնեմ, որ սա ռեալ ծրագիր է, իրատեսական ծրագիր է, ամբողջովին հիմնված է կոնկրետ հաշվարկների վրա, կառավարության եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների մշակած կոնկրետ տնտեսական ծրագրի վրա եւ յուրաքանչյուր դրույթ, յուրաքանչյուր ծրագիր ամրապնդված է համապատասխան ֆինանսավորման աղբյուրներով։ Ես վստահ եմ, որ այս ծրագիրը կիրականանա այն դեպքում, եթե ընդունվի սահմանադրությունը եւ ընտրություններում հաղթի հանրապետություն նախընտրական այս բլոկը, իմ կողմից կարվի ամեն ինչ, որովհետեւ վերջին հաշվով սա մեր իշխանությունների վարած վերջին տարիներին վարած քաղաքականության արդյունքն է, որտեղ կա նաեւ իմ մասնակցությունը, ես չեմ ուզում թաքցնել, անգամ այս ծրագրի մշակման գործում նույնպես ես ունեցել եմ շատ ակտիվ մասնակցություն, որովհետև կարևորել եմ սրա նշանակությունը։ Մյուս դեպքում, եթե սահմանադրությունը չընդունվի եւ հաղթի ընդդիմությունը, ընդդիմության հաղթանակի դեպքում փաստորեն այն բոլոր վտանգները, որոնցից մենք կարողացել էինք խուսափել անցյալ 5 տարիների ընթացքում, այսինքն անցման շրջանի այն փուլում, երբ մի շարք հանրապետություններ, որոնք ես քիչ առաջ թվարկեցի, չկարողացան դրանից խուսափել եւ այդ առաջին փուլի կորուստները կրեցին, իսկ մենք չկրեցինք, կա վտանգ, որ այն ինչից մենք խուսափել էինք այդ առաջին փուլում անցման շրջանի, մենք չենք կարողանա խուսափել անցման շրջանի երկրորդ փուլում։ Մենք խուսափել ենք քաղաքացիական պատերազմից, մենք խուսափել ենք հեղաշրջումներից, մենք խուսափել ենք այլ երկրների հետ լուրջ առճակատումներից։ Ես մեծ մտավախություն ունեմ, որ կարող է այս ամբողջ ձեռքբերումները ջուրը թափվել եւ մենք սկսենք նորից զրոյից, այսինքն վերադառնանք 1990 թվականի վիճակին, իր բոլոր հնարավոր կործանարար հետևանքներով, որոնց կարող է ենթարկվել մեր երկիրը։ Ես վստահ եմ, ընդդիմադիր ուժերի հաղթանակի դեպքում մեզ սպասում է մեր ամիջական հարևանների հետ հարաբերությունների սրում, նման ենթադրություն անելու համար ես լուրջ հիմքեր ունեմ, քանի որ ես ուշադրությամբ հետևել եմ այդ ուժերի 5 տարվա գործունեությանը, գիտեմ նրանց հայտարարությունները, նրանց գործողությունները, թե ինչպիսի կոչեր էին անում մեզ, պատերազմ հայտարարել Ադրբեջանին, պատերազմ հայտարարել Վրաստանին, որովհետև պայթեցնում են մեր գազամուղները, թալանում են մեր ճամփորդներին եւ այլն եւ այլն։ Հիմա այդ նույն մարդիկ, եթե գան իշխանության գլուխ, բնական է այս լոզունգները պետք է փորձեն իրականացնել։ Ամենամեծ մտավախությունս այն է, որ այս ուժերը որպես իրենց առաջին գործ վիժեցնելու են Ղարաբաղի
խաղաղության բանակցությունները։ Ինչու եմ ես այսպես պնդում, որովհետև 5 տարի շարունակ այդ ուժերը եւ խոսքով եւ գործով պայքարել են Մինսկի խմբի գործունեության դեմ, պայքարել են Հայաստանի մասնակցության դեմ ԵԱՀԿ-ի այդ խաղաղության բանակցություններին։ Տրամաբանական պետք է լինի, որ գալով իշխանության գլուխ, նրանք միանգամից հրաժարվելու են մասնակցելու բանակցություններին, այսինքն հրահրելու են մի նոր պատերազմ։ Եվ սա անխուսափելի է։ Սա անխուսափելի է։ Իհարկե, ես չեմ կարող ասել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը հաստատված է վերջնականապես, որ պատերազմը չի վերսկսվի, ամենևին ոչ, դժբախտաբար դեռ իրականությունը բավականին փխրուն է, բայց կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ հայկական կողմ ասելով ես նկատի ունեմ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը զինադադարը խախտելու որևէ մտադրություն չունի։ Պատերազմը վերսկսելու որևէ մտադրություն չունի, որովհետև հայկական կողմը այլևս ռազմական խնդիր չունի լուծելու։ Եթե պատերազմը վերսկսվի, եթե զինադադարը խախտվի, ապա դա կարող է տեղի ունենալ միայն հակառակորդի կողմից։ Իսկ այս ուժերի հաղթանակի դեպքում փաստորեն ընդդիմությունը, մեր ընդդիմությունը, որ այսօր ընդդիմություն է, իսկ եթե վաղ իշխանություն դառնա, ինչպես ասացի, միանգամից վիժեցնելու է բանակցությունների process-ը եւ նոր պատերազմ հրահրելու Լեռնային Ղարաբաղի հետ։ Իսկ թե դա ինչ է նշանակում մեր ժողովրդի համար, ես կարծում եմ ձեզ բացատրելու կարիք չկա։ Դա նշանակում է տասնյակ հազարավոր նոր զոհեր, եւ այդ զոհերը լինելու են ոչ թե այս մարդիկ, լինելու են ձեր զավակները, ձեր որդիները, ձեր 18-20 տարեկան տղաները։ Բացի այդ, այս ուժերի հաղթանակի դեպքում բացարձակապես ձախողվելու է սոցիալ-տնտեսական զարգացման այն ծրագիրը, որը մշակվել է Հայաստանի կառավարության եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների համատեղ ջանքերով։ Այսինքն դադարեցվելու են Հայաստանին տրվող վարկերը, ֆինանսական օգնությունը եւ բացառված չէ նաեւ հումանիտար օգնությունը։ Կարող է ստեղծվել այն տպավորությունը, որ ես շատ մռայլ գույներով եմ ներկայացնում իրականությունը, բայց ուզում եմ ձեզ հավատացնել, որ դժբախտաբար իրականությունը կարող է լինել շատ ավելի մռայլ, շատ ավելի հրեշավոր, քան ես ի վիճակի եմ այսօր ձեզ նկարագրել։ Բայց ես հավատում եմ ձեր իմաստությանը, հավատում եմ, որ դուք անտարբեր չեք կարող մնալ ձեր ապագայի նկատմամբ, քանի որ ձեր ապագայի կերտումը ձեր ձեռքերում է, ձեզնից է կախված առաջին հերթին մեր երկրի գոյության խնդիրը, մեր ժողովրդի ապահովության խնդիրը, ձեր զավակների կյանքի պահպանման խնդիրը եւ դուք վճռական ոչ կասեք բոլոր տեսակի արկածախնդիրներին, բախտախնդիրներին, որոնք ձեր զավակների արյան գնով ուզում են լուծել իրենց անձնական խնդիրները։ Ես վստահ եմ, որ դուք միահամուռ այո կասեք սահմանադրությանը եւ կողմ կքվեարկեք հանրապետություն նախընտրական միավորմանը։ Սրանից է կախված ձեր ապահովությունը, սրանից է կախված խաղաղությունը, սրանից է կախված ձեր բարօրությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։